Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ միայն ինքը կարող է երկիրն այս վիճակից հանել եւ որ իրենից ավելի փորձառու ոչ ոք չկա։ Իզնից լավ այս վիճակից ոչ ոք չի կարող երկիրը հանել։ Ես ուզում եմ հիշեցնել Ռոբերտ Քոչարյանի կառավարման փորձառությունը եւ այն թե ինչպես Քոչարյանի օրոք մսխվեցին ջրի գնով օտարվեցին Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունները։ Եվ այսպես 2002 թվականին Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին կնքվեց գույք պարտքի դիմաց համաձայնագիրը Ռուսաստանի հետ։ Եվ այդ համաձայնագրի արդյունքում ընդամենը $95 միլիոն պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց կարևորագույն նշանակություն ունեցող 5 օբյեկտներ։ Հրազդանի ջերմակայանը առանց 5-րդ բլոկի, Մարս գործարանը եւ 3 ընկերություններ, նյութաբանության գիտահետազոտական եւ արտադրական ձեռնարկությունը, Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի եւ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։ 1998 թվականի ապրիլի 30-ին կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանի գազատրանսպորտային համակարգի հիմնական միջոցները Հայրուսգազարդ Փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու մասին։ Այս որոշման համաձայն Հայրուսգազարդ Փակ բաժնետիրական ընկերության 45%-ն անցավ ռուսական Գազպրոմին, 10% ռուսական մեկ այլ Իտերա ընկերությանը, իսկ Հայաստանին մնաց միայն 45% բաժնեմասը։ 2006 թվականին կառավարության որոշմամբ Գազպրոմին վաճառվեց Հրազդանի ջեկի 5-րդ էներգաբլոկը։ Հետագա տարիներին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ամբողջությամբ վաճառեցին Հայրուսգազարտի հայկական բաժնեմասը, իսկ Հայրուսգազարտը վերանվանվեց Գազպրոմ Արմենիա։ Ավելին, Գազպրոմ Արմենիային է պատկանում հայ-իրանական գազատարը։ Դեռևս 2006 թվականին Գազպրոմին վաճառվեց Իրան-Հայաստան գազամուղի մի հատվածը, իսկ 2015 թվականին վաճառվեց նաև գազամուղի մնացյալ հատվածը, Մեղրիից Քաջարան ընկած 40 կիլոմետրը։ Հեծը նույնպես օտարվեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք։ Չնայած որ այդ մրցույթին մասնակցում էին ոլորտում հեղինակություն ունեցող տարբեր միջազգային ընկերություններ, հաղթող ճանաչվեց օֆշորային մի ընկերություն, որը գրանցված էր Նորմանդյան կղզիներում եւ կապ ուներ ծնունդով ռուսաստանցի մի գործարարի հետ։ Հետագայում հեծի սեփականատերերը մի քանի անգամ փոխվեցին, իսկ 2015 թվականին Տաշիր ընկերությունների խումբը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ գնեց Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Վերջերս Հայաստանի կառավարության կողմից հեծի ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո պարզվեց, որ հեծը տարիներ շարունակ բազմահազար քաղաքացիների հավելագրումներով ըստ էության կողոպտել է Հայաստանի Հանրապետության բնակիչներին։ Եվ այս յուրատեսակ թալանի ակունքները եւս գնում են Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակներ։ Հիմա ինչ է ստացվում։ Ընդամենը $95 միլիոն պարտքի դիմաց Հայաստանի Հանրապետության ստրատեգիական օբյեկտները Ռուսաստանին հանձնած Ռոբերտ Քոչարյանից դատախազությունը այսօր պահանջում է $200 միլիոն թալան։ Ուշադրություն դարձրեք, $95 միլիոն պարտքի համար Ռոբերտ Քոչարյանը օտարում է Ռուսաստանին Հայաստանի ստրատեգիական օբյեկտները եւ այսօր դատախազությունը նույն Ռոբերտ Քոչարյանից պահանջում է $200 միլիոն թալան։ Եվ ահա այս Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ինքը կարող է միայն երկիրը հանել այս վիճակից։ Երևի նկատի ունի հանել եւ դնել այն վիճակում, որտեղ որ նորից եւ վերջնականապես Հայաստանի մնացած ստրատեգիական օբյեկտները կհանձնի օտար պետության եւ վերջում սկուտեղի վրա օտար պետության կհանձնի նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետականությունը։ Սա մենք թույլ չենք տալու։ Հայաստանում իշխանությունը պատկանել եւ պատկանելու է Հայաստանի ժողովրդին եւ թալանին վերադարձ չկա ու չի լինելու։ Խնդրում եմ տարածել այս տեսանյութը, որպեսզի մարդիկ, ովքեր որ չգիտեն, իմանան Ռոբերտ Քոչարյանի կառավարման անփառունակ դեմքը։ Իսկ նրանք, ովքեր գիտեն, բայց մոռացել են, թող վերհիշեն, որովհետև սրանք դեպքեր եւ իրադարձություններ են, որոնք որևէ կերպ մոռացության մատնել հնարավոր չէ։